Պարոն Պապոյան, մենք արդեն տևական ժամանակի ամեն տարի ազգային ժողովում քննարկում ենք այս հարցը եւ ըստ էության մեր որոշումները կայացնում ենք 1 տարվա կտրվածքով, կլինի դա քվոտաների հետ կապված թե ԱՀ-ի։ Իմ հարցը հետեւյալն է, ընդհանրապես կառավարությունը թե ձեր նախարարությունը, թե նաեւ շրջակա միջավայրի նախարարությունը իր մասով արդյոք ունենք երկարաժամկետ տեսլական ուր ենք գնում մենք ընդհանրապես այս հարցի վերաբերյալ եւ միգուցե ավելի ճիշտ է երկարաժամկետ որոշում կայացնել, որպեսզի ամեն տարի մենք ազգային ժողովում այս հարցը չքննարկենք եւ նաեւ դրանով իսկ բարձրացնենք կանխատեսելիությունը մեր քաղաքացիների համար իրենց որոշումների կայացման համատեքստում, այդ թվում ավտոմեքենաների գնելու եւ տեսեք հարց է բարձրացվում ավտոմեքենաների թողարկման տարեթվի հետ կապված։ Մի խոսքով, սրանք բոլորը հարցեր են, որոնք մեր քաղաքացիներին ավելի բարձր կանխատեսելիություն կհաղորդեին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Աղաջանյան հարցի համար։ Այս տարի էկոնոմիկայի նախարարության առաջարկով կառավարությունը ընդունել է կանաչ եւ կայուն տնտեսության ռազմավարական ծրագիրը եւ ռազմավարական ծրագրում ամրագրված է, որ մենք 2030 թվականին պետք է նվազագույնը ունենանք 100,000 էլեկտրոմոբիլ։ Այս 100,000 2030-ին սա մեր ռազմավարական տեսլականի մասին։ Եվ ես կարծում եմ, որ մենք վստահաբար կունենանք։ Հիմա մոտավորապես 30 քանի 40,000-ի կարգի։ Նա, հիմա տեսեք, դուք լավ հարց եք բարձրացնում ու ասեմ ձեզ, այս նախագիծը, որ նախարարությունը առաջարկել էր, սկզբից 3 տարվա համար էինք առաջարկել, հետո 2 տարվա եւ վերջում դարով 1-ը, ինչն է պատճառը, որովհետեւ մեր միջազգային գործընկերները, շատ ուղիղ ասեմ, արժույթի միջազգային հիմնադրամը շատ զգայուն է ավելացված արժեքի հարկի, ընդհանրապես հարկաբյուջետային քաղաքականության մեջ տարբեր տեսակի փոփոխություններ անելու նկատմամբ շատ զգայուն է, դուք դա շատ լավ գիտեք եւ ուղղակի նաեւ իրենց շատ այսպես ասած հորդորն է եղել շատ, որ անպայման 1 տարուց ավել չանենք, որովհետև դա իրենց տեսանկյունից խնդրահարույց է եղել։ Արձագանք։ Շնորհակալ եմ, իսկ մեր միջազգային գործընկերները գիտեն, որ հաջորդ տարի էլի մենք ընդունելու ենք նույն նախագիծը, հետո հաջորդ տարի եւս մեկ անգամ, չէ, սա կարևոր հարց է, որովհետև միգուցե եթե իմանան, որ հաջորդ տարիներին եւս նախատեսվում է այս նախագիծը ընդունել, միգուցե իրենց դիրքորոշումը փոխվի հարցի վերաբերյալ։ Մեր միջազգային գործընկերները իմ հետ հանդիպմանը հույս ունեին, որ այս նախագիծը չենք բերի։